Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում առարկություն կա, արգելի կողմեր։ Խնդրեմ դիմող կողմի ներկայացուցիչ, երրորդ անձի ներկայացուցիչ։ Բարձրատան ներողություն եմ խնդրում, գործընկերների ասելուց էլ լսեցի, որ խնդրեմ կարող եք ավելի ընդարձակ հիշեցնել, որ միջնորդության մասին է խոսքը, էլի, եթե կարելի է, որտեղ քիչ։ Ես մի միջնորդություն, այն շատ սպეციფիկ է, մի անգամից պետք է ուրիշ չի կարող լինի, որ շփոթության հասցնի։ Դիմող կողմի ներկայացուցիչը Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են միջնորդություն սույն գործի շրջանակներում Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի անճշտությունների թվի գումարման մասով Սահմանադրության 2-րդ հոդվածի 7-րդ հոդվածի 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համապատասխանությունը որոշելու վերաբերյալ։ Դուք ունեք այդ տեքստը։ Մենք ունենք դիրքորոշում։ Խնդրեմ։ Բարձր դատարան բովանդակային առումով մեջ բերեմ, փորձեմ կարճ, ըստ էության Սահմանադրական դատարանը իր 1606 որոշմամբ 2021 թվականին արդեն իսկ անդրադարձել է սույն ընթացակարգով քննվող գործերի շրջանակներում Սահմանադրության հոդվածների սահմանադրականության ստուգման վերաբերյալ եւ մասնավորապես ներողություն եմ խնդրում օրենքների սահմանադրականության ստուգման վերաբերյալ եւ մասնավորապես բովանդակային առումով մեջ բերեմ ոչ բառացի ըստ էության ասել է որ ընտրական գործընթացը կարգավորող իրավական նորմերի սահմանադրականության ստուգում այսպես ասած հետադարձ տրամաբանությամբ կարող է վտանգել ընդհանուր այս գործընթացի կայունությունը եւ կարգավորումների կայունությունը վերարտադրեցի այնքանով որքանով հիշում եի եթե հնարավորություն տրվի կարող երկար տևի այդ հատվածը բառացի մեջ բերեմ բայց քանի որ սույն դատարանի կողմից է կարծվել կարծում եմ հասկանալի է որ հատվածի մասին է խոսքը ըստ այդմ այդ հիմնավորումը հիմք ընդունելով կարծում եմ որ միջնորդությունը ենթակա է մերժման շնորհակալություն Այլ դիրքորոշումներ կան, խնդրեմ։ Չէ, ներկայացնելու կարիք չկա, գրավոր մենք ունենք արդեն։ Բարձր դատարան ես չեմ ուզում անդրադառնալ այն հարցին, թե ինչ ընթացակարգով է կամ ինչ որոշման տեսքով հակասահմանադրական ճանաչելով կամ որևէ այլ մեկնաբանություն տալով դատարանի հարցին անդրադառնա, բայց միանշանակ համակարծիք եմ գործընկերոջ հետ, որ լուրջ խնդիր այս նորմի կիրառումը պարունակում է։ Եվ առհասարակ որևէ տրամաբանություն չկա ընտրական գործընթացների տեսանկյունից, թե ինչի պետք է այդ թիվը նույնպես նկատի ունեցվի հաշվարկի մեխանիզմի մեջ, որևէ առավելություն, որևէ ընտրական գործընթացին նպաստող ընտրողների կամքը վերհանող կամ ինչ-որ եղանակով արդարության ինչ-որ կանոն հաստատող նորմ չի սա, պայմանական ձևակերպված նորմա, որը գուցե ուշադրության չարժանանար մինչև այս պահը, եթե պրակտիկայում չհանգեցներ այն խնդրին, որ այսօր ունենք։ Ստացվել է, որ նորմի այսպիսի կիրառությունը վարչական մարմնի կողմից դատական ակտի որոշակի պայմանների առկայությամբ էլ բերել է վիճակի, որ վարչական մարմինը իր հայեցողությամբ, այս դեպքում սահմանադրական մարմինը, իր հայեցողությամբ կարող է վերաձևակերպել ընտրությունների արդյունքները միայն այն փաստի ուժով, որ կարող է մի քանի տեղամասերի արդյունքներ ճանաչի անվավեր, հիմնավոր անհիմնական չի, եւ այդ տեղամասերում առկա ձայների քանակությունը անտեսի, բայց անճշտությունների քանակը հիմք ընդունի որպես տվաբանական հաշվարկի ելակետ։ Հետևաբար սրա կիրառությունը ուղղակի խաթարում ընտրական գործընթացը եւ նաեւ ապացուցված եղանակով, այսինքն մենք համաձայն չենք պատասխանող այն դիրքորոշման հետ, որ պետք է անտեսենք այդ տեղամասերում, թե այսօր անվավեր ճանաչված, բայց այնուամենայնիվ առանց կողմնակի ազդեցության արձանագրած ընտրողների կամքը, թվերը եւ ասենք, որ սա հաշվարկի ճիշտ համակարգ է, հետեւաբար ինքնին այդ նորմը ի սկզբանե պրոբլեմա ունեցել, բայց նաեւ այսօր սահմանադրական դատարանում առկա վեճի էական բաղկացուցիչը առաջացել է այս նորմի սխալ կիրառումից, որը ելի եմ կրկնում լուրջ խնդիր ունի եւ սրա հետևանքով է անտեսվում ընտրողների կամքը այսօր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բարձր դատարան, հաշվի առնելով, որ
հղում տրվեց 1606 սահմանադրական դատարանի որոշմանը, որի շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատման խնդրան մասը ներառված էր 21 թվականի համապատասխան դիմումում, որի շրջանակներում ներկայացություն իրականացնում էի, սահմանադրական դատարանը նշված հարցի վերաբերյալ երկու ելակետ էր նշում, որ ընտրական գործընթացի կայունության եւ կանխատեսելիության հետ կապված հանգամանքները որոշակի իմաստով սահմանադրական դատարանին ընտրական վեճի շրջանակներում նորմի սահմանադրականությունը ուղիղ գնահատելու իրացման տեսանկյունից խոչընդոտող հանգամանք են։ Հիմա արդյոք նշվածը այս երկու չափորոշիչների տեսանկյունից կրկին այդպիսինն է թե ոչ։ Ես կարծում եմ այս դրույթը անճշտությունների հաշվարկի, որը մենք գիտենք, որ այս ընտրության արդյունքներով մեծ որպես այդպիսին նշանակություն չունի ընտրական համակարգի տեսանկյունից, այլ հարց, որ հենց այդ անճշտությունները նպաստում են մեկ քաղաքական ուժի մանդատի բաշխմանը, բայց որը հենց բացառապես այդ ուժի շահերից բխող հանգամանք է, այսինքն ընտրությունների մասնակիցների վրա այլ ազդեցություն չի թողնում։ Մյուս հանգամանքը բարձր դատարան, դա ի վերջո հենց նույն 1606 որոշմամբ, ես վերստին ուզում եմ այս հանգամանքը նշել, սահմանադրական դատարանը որոշակիորեն սահմանադրաիրավական բովանդակություն, նորմի մեկնաբանություն իրացրել է։ Նույն օրինակ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու պայմաններում, որպես պաշտոնակատար իր գործունեությունը շարունակելու հանգամանքի վերաբերյալ հստակ դիրքորոշում է տվել, որին ստացվում է, եթե համանման իրավիճակ առաջանար 21 թվականի ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, որպես ելակետ նորմի մեկնաբանման տեսանկյունից, հենց դիտարկվելու էր 1606 որոշումը։ Եվ մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, բարձր դատարանը ըստ էության 21 թվականին հաջորդող ժամանակահատվածում այնպես է ստացվել, որ սահմանադրական դատարանի կազմն է նաև փոփոխվել։ Եվ սահմանադրական դատարանը ելնելով նաև հենց իր բացառիկ կարգավիճակից ի վերջո կարող է այս հարցի վերաբերյալ նոր իրավական դիրքորոշում ձևավորի, որովհետև կայունության եւ կանխատեսելիության, այդպես ասած, կնճռոտ խնդիրը սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում առկա չէ։ Շնորհակալ եմ։ Այլ կարծիքներ։ Գրավոր ներկայացել եք միշտորությունը պարոն։ Խնդրեմ պարոն Խմբկարյան։ Իհարկե պարոն Դիլանյանը թող որոշի խոսեք թե չէ, հարգելի կողմի ներկայացուցիչներ, խնդրում եմ նկատի ունեցեք, որ մենք լսելու ենք 22 միջնորդությունների կապակցության ձեր դիրքորոշումները։ Եթե կլինի դիրքորոշում, արտահայտեք, բայց հնարավորինս շատ կարճ։ Իսկ թե միջնորդության վերաբերյալ միջնորդություն հարուցած անձի կարծիքը պետք է թե պետք չէ լսել, եւ պետք է լսել։ Իմ կարծիքով մենք կարծիքը ունենք միջնորդություն ներկայացնել։ Բարձր դատարան 3 նախադասություն եմ ուզում ասեմ, դիրքորոշումը այստեղ ներկայացված է։ Գործընկերները հղում արեցին ըստ էության սահմանադրական դատարանի նախկին որոշման վրա, նախկին որոշումը որևէ կերպ չի խոչընդոտում այս նորմը հակասահմանադրական ճանաչելը, որովհետև կանխատեսելիության դաշտում որևէ բան չի փոխում եւ ընտրության արդյունքները ամբողջությամբ չի անվավեր ճանաչվում այդ կտորի հետ կապված, այլ բերում է վերաբաշխման եւ վերջին նախադասությունը Այսինքն, երբ որ մենք նայում ենք սահմանադրական դատարանի որոշումը, որի վրա հղում արեցին երրորդ անձի ներկայացուցիչները, դա վերաբերվում էր կանխատեսելի դաշտի որոշակիության ապահովման դաշտին։ Բարձր դատարան, ուրեմն նայեք, կարևոր մի հատ հանգամանք։ Երբ որ մենք ընդունում ենք ընտրության արդյունքները այնպես ինչպես կա այսօր, այս որոշման շրջանակներում մանդատները բաշխվում են 82% քվեարկողների հաշվին։ Այսինքն 82% ընտրողները ստանում են ընտրողների 82%-ը քվեն ստացածը ստանում են մանդատներ։ Երբ որ անվավեր է ճանաչվում այս դրույթը վերահաշվարկի, այդ հաշվարկի բազայի մասով 87%-ի միջև է բաշխումը լինում։ Շատ ավելի դեմոկրատական է լինում, որևէ կանխատեսելիության դաշտ չի կարող լինել, չի կարող քաղաքական ուժերից մեկը պնդում անի, որ այ ես երբ որ հաշվարկել էի, ընդհանրել էի, որ այս անվավերները շատ կլինեն, որովհետև դա կլինի ոչ իրավաչափ կանխատեսելիություն։ Դրա համար ես պլանավորել էի որոշակի գործողություն եւ հաշվել էի, որ մանդատները չի ստանալու այս մի ուժը, որովհետև վերջի վերջո այդ ստացվում է, որ 4% եւ ըստ էության
58500 քաղաքացու ձայն մենք հարգում ենք։ Այս էր ընդամենը, որ Սահմանադրական դատարանի նախկին որոշումը չի խոչընդոտում Սահմանադրական դատարանին այս դեպքում, որովհետև ֆունդամենտալ տարբեր է։ Նախորդը ոսկի մեդալներ, այստեղ փոքր բրոնզն է, սա էապես տարբերվում է իրարից։ Շնորհակալություն։